Շտաբի պետը ինչպես ասի, այսպես էլ անելու եմ։ Բայց իմ մարտավարությունը անկեղծությունն է լինելու երևանցիների հետ։ Ես խոսելու եմ ուղիղ, բաց, ինչպես արել եմ միշտ, բայց այս անգամ պետքա անեմ այնպես, որ նաև լսեն ու հավատան, որովհետև քիչ է, որ ես անկեղծ լինեմ, ես պիտի կարողանամ այդ անկեղծությունը տեղացնել, որովհետև ես, ինչպես ասացի, սա կարևորագույն հանգրվանն է, որին մենք հասել ենք, մեր թիմը հասել է եւ մենք հավատում ենք, որ մենք ի վիճակի ենք երևանցիներին այնպիսի առաջարկ անել, որով նրանք կկարողանան որակյալ իշխանափոխություն իրականացնել։ Նախորդիվ ի՞նչն է խնդիրը, որ այդքան լավ չէին հավատում կամ չէին հավատում եւ հիմա պետք է ավելի անկեղծ լինեք, որ Ես չասացի չէին հավատում, ասացի անկեղծությունը պիտի տեղ հասնի։ Կարող ավելի շատ ջանք չեմ թափել դրա համար։ Չեմ ավարտել։ Ու նաեւ ասում եք տարբեր ուժեր թիրախավորում են, ես ուզում եմ պարտվում։ Իմ աշխատանքը մեր երևանցիների հետ է եւ իմ պայքարը իշխանությունների դեմ, ուրիշ որևէ մեկի դեմ պայքար չունեմ եւ այդ պայքարի ճանապարհը ես տեսնում եմ երևանցիներին, մեր գաղափարները, մեր միտքը տեղ հասցնել։ Եթե հաջողեցինք տեղ հասցնել, կասկած չունեմ հաջողության։ Տիկին Հանդիլյան, քանի որ ձեր հիմնակիցների ելույթների հիմնական կոնտեքստը այսինքն այն էր, որ քաղաքական են ավելի շատ լինելու ընտրությունները եւ քաղաքական բաղադրիչն է ավելի կարեւոր։ Ես նաեւ Արցախից խոսեցին, ես խնդրեի օրինակ դուք խոսեիք Արցախի այս իրավիճակի հետ կապված ձեր թիմի պատկերացումների մասին։ Եթե ընդունենք, որ դուք հասել եք իշխանափոխության ձեր ծրագրին եւ դուք պետք է շարունակեք այն ինչի մանում է իշխանությունը, ինչպես կվարվեք։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը։ Դուք ճանաչեք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մենք պարտավոր ենք այսօր իրականացնել իշխանափոխություն, որպեսզի ահա այդ ընթացքը կասեցվի։ Մենք հասկանում ենք ինչ ճանապարհով է գնում եւ մենք պարտավոր ենք կասեցնել։ Եվ մեր գործն ու աշխատանքը ապացուցելն է մեր հայրենակիցներին, որ մենք դա պատրաստ ենք անել, պատրաստ ենք ստանձնել այդ պատասխանատվությունն ու առաքելությունը։ Դա անելու համար անհրաժեշտ է ուժեղ Հայաստան, ուզում եմ որ պարզ լինի։ Ու դրա համար անհրաժեշտ է ուժեղ Երևան։ Եվ այս ամենը փոխկապակցված շղթայի մաս է։ Եվ մեզ համար այս պայքարը նրա մասին է, որ մենք ամրացնենք մեր պետականությունը եւ միայն կրկնում եմ ուժեղ պետությունն է, ուժեղ Հայաստանն է ի վիճակի պաշտպանել Արցախը։ Դուք կճանաչեք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մենք իրավունք չունենք, սահմանադիրը մեր ժողովուրդը դա չի ճանաչել։ Մեր ժողովուրդը դեմ է դրան։ Մենք ով ենք դրան դեմ կանգնենք ժողովրդի կամքին։ Տիկին Հանդիլյան, ձեր խոսքում եւ ելույթում եւ հիմա էլ ակնարկեցիք, որ դուք ավելի Հայաստանի խնդիրների մասին եք խոսելու մայրաքաղաքի ընտրությունների ժամանակ, բայց եւ այնպես մայրաքաղաքի ձեր խնդիրներն էլ մի տեսակ շատ ավելի մեծ չի ներկայացված։ Իրատեսական համարում եք, որ ճոպանուղի այսպիսի բաներ կառուցելու փոխարեն այսօր Երևանը շատ ավելի ուրիշ օրհասական խնդիրներ ունի։ Եվ եթե կարելի է լրացում նախորդ հարցին, Արցախի թեման լինելու է ամբողջ քարոզարշավի ժամանակ ձեր մեխը։ Մենք երևանցիներին ազնվորեն ասել ենք, որ հասկանում ենք, թե տարբեր մարդիկ ինչպիսի ընտրություն են անելու։ Լինելու են մարդիկ, ովքեր քաղաքական ընտրություն են անելու, եւ մենք առաջարկելու բան ունենք նրանց։ Կան մարդիկ, ովքեր իրենց բակի խնդրի համար են ընտրություն անելու։ Կան մարդիկ, ովքեր ճոպանուղու համար են ընտրություն անելու։ Եվ այս ամենն ասելով մենք ընդհանրապես ցույց ենք տալիս, որ գիտենք բոլոր ընտրողների ցանկությունը, մոտեցումը, ու դրանք բոլորը արժե եւ արժեքավոր է, որ մենք լսենք եւ իմանանք։ Երբ որ ես խոսում եմ ավելի մեծ տեսլականի մասին, դա միայն այն պատճառով, որ ես հավատում եմ, որ այդ խնդիրները նույն աղբահանության, փոսերի, անդադ այդ գոյացող խնդիրները լուծված համարելու պարագայում եմ ասում։ Ընդ որում, դրանք անպայման զուգահեռ են եւ մեկը մյուսի փոխարեն չէ։ Սա ուզում եմ պարզ լինի։ Եվ եթե մեր հայրենակիցներից իսկ իրենք կանեն երևանցիները ընթերցեն մեր ծրագրերը, կտեսնեն, որ մենք խոսում ենք տրանսպորտային բարեփոխումների մասին, որտեղ 8 րոպեից ավել կանգառում սպասող պետք է չլինի։ Մենք խոսում ենք 15 րոպե հեռավորության վրա գտնվող առաջին անհրաժեշտության հաստատությունների մասին, որովհետև պիտի դրանք լինեն հասանելի։ Եվ բազմաթիվ այլ ծրագրեր եւ այս թվերը, որ ես շեշտում եմ, սրանք այն մասին են, որ մենք թիրախներ ենք դնում, կատարողական ցուցանիշներ։ Երևանցիները մեզ պետք է վերահսկեն ահա այդ ցուցանիշների միջոցով։ Մենք տալու ենք ամբողջ գործիքակազմը մեզ հետ պայքարելու Երևանում փոփոխությունների համար։ Ինչ որ ապերվում է Արցախի թեման, դուք գիտեք, որ մեր կուսակցությունը 21 թվականին ստեղծվելով նաև ստեղծվել է
պատերազմից հետո այդ օրհասական վիճակում հայտնված մեր հայրենիքի Հայաստանի ու Արցախի արչև ծառացած մարտահրավերների համար պայքարելու, դրանք լուծելու համար եւ տարօրինակ չէ ու զարմանալի չէ, որ մեզ համար այդ հարցը միշտ օրակարգային է։ Ու անկախ նրանից, որ մենք զբաղված ենք եղել եւ համայնքներում ընտրություններով եւ Երևանում, որտեղ մենք ուզում ենք ժողովրդավար ճանապարհով իշխանափոխություն, մենք գտնում ենք, որ սա քաղաքական ընտրություն է, ինչպես նաեւ քաղաքային, ու մենք այդ առաջարկի ամբողջ փաթեթը ներկայացնում ենք